Ողջույն բոլորին եւ բարի գալուստ նոր վլոգ։ Այժմ միասին մի շատ լավ սենսորին տեղ ենք գնում, կամ կարելի է ասել Լեոնել ուզում նկարվի։ Միասին ուղղակի դուրս ենք գալիս, որ ամանորյա այս շունչը զգանք, որովհետեւ մենք տանից դուրս չենք գալիս այս վերջին օրերին, չի ստացվում, եղանակը շատ անբարենպաստ է ու չի հաջողվում մեզ տանից դուրս գալ, անգամ գնալ քաղաք, որպեսզի շրջենք, տեսնենք ինչ կա չկա, զարդարանքները, տոնածառը անգամ, որ ամեն տարի գնում էինք, այս տարի տոնածառին տենց չգնացինք, որ դրել են ու լույսերը միացնում են։ Բայց քանի որ ամեն տարի նույնն է լինում, գոնե տոնածառը չեն փոխում, կարծես թե ոչինչ չենք կորցրել, սենց տպավորությունն այդպես է։ Իսկ այժմ հիմա միասին գնում ենք, այստեղ էլի ենք եղել, ես պատմել եմ ձեզ այս վայրի մասին, որտեղ որ հիմա գնում ենք Musée de Beaux-Arts, արդեն չգիտեմ որորդ անգամն է որ գնում ենք, մի անգամ Լեոյի Դասյանի հետ ենք գնացել, էլի իրար հետ այդտեղ նկարել եմ, ձեզ ասել եմ ինքը ինչքան հայտնի, այսպես կերպարվեստի թանգարան է, արի իմ սիրուն։ Բայց քանի որ տոներին ընդառաջ բոլոր այստեղ շատոները շատ սիրուն ամանորյա շունչ են ստանում, ես որոշեցի, որ անպայման պետք է որքան հնարավոր է հասցնենք մի քանի շատոյում լինել։ Ճիշտ է, սա շատո չի, ինքը մյուզե է, ավելի շատ թանգարան է, բայց կարծում եմ, որ դեկորացիա կլինի, եթե չէ, ուղղակի հիմա այսպես դուրս ենք գալիս, որ գնանք լավ ժամանակ անցկացնենք երեխեքի հետ։ Օրեր առաջ էլի իջել էինք ու մի քանի կարուսել երեխեքը նստեցին, բայց շատ չմնացինք, որովհետև էլի եղանակը լավ չէր, արդեն անձրև պետք է գար, մենք մի անգամից տուն եկանք, բայց հիմա որոշեցի տանել այդ կիսատ թողածը շարունակել ու տեսնենք հետո ոնց կլինի կամ այս վլոգը ինչ շարունակություն կունենա։ Իդեպ նրանք ովքեր չգիտեն, ասեմ, որ Ֆրանսիայում շատոներ կան, որ ամսվա առաջին կիրակին անվճար է եւ կարող եք գնալ, իսկ այն մյուս շատոները հիմնականում խիվերները, հա, անվճար չեն դնում, դրա համար լավ կլինի զանգեք ճշտեք նոր գնաք, բայց անգամ եթե վճարով ելեն, այստեղ դա շատ մատչելի է, այսինքն ամեն մեկը կարող է գնալ չհաշված մի քանի երևի շատոներ, որ մի քիչ ավելի թանկ են։ Ինչևէ, այսքանով հիմա արդեն հասնում ենք կանգառ ու տեսնենք ոնց ենք հասնում տեղ, ինչի համար առավոտվանից պատրաստվել ենք ու ուզում ենք դուրս գալ ու չստացվի, այլի եղանակներ պատճառը, անձրև եւ այլն, սպասեցինք որ գոնե անձրևը նստի, հիմա մի քիչ քամի է։ Երկրորդ պատճառն էր որ մի քիչ մնաց, ասենք դե լավ, մի քիչ երեկոյան ժամի դուրս գանք, որ հասցնենք գոնե լույսերը քաղաքի տեսնենք, երբ որ միացնեն։ Լեո ջան, սպասի մեզ։ Դե ինչ տեսնեմ ինչքան է հնարավոր նկարել, ուրեմն ես դες համար կնկարեմ։ Ուր եք հիմա գնում բա դուք։ Musée de Beaux-Arts. Որ ինչ անենք։ Կինո հանենք Սամի։ C'est vrai, ապրես։ Լավ ժամանակ չէ ունենանք։ Լավ ժամանակ։ Հա, լավ ժամանակ։ Հիմա մենք տուղի կենտրոնում ենք, սենց ասած սրտում ենք ու այնքան մարդ կա ու այս տոն օրերին բոլոր խանութները, բուտիկները բաց են, արի ես կոն բատ խամը գալիս է, հետ կանգնեք ու այսօր որոշել ենք բոլոր տեղերը հասցնել գնալ։ Հետ կանգնի Լեո ջան, Լինա դու էլ, հետ կանգնի։ Քանի որ թանգարանը փակվելու է 6-ին, առաջին մեր ուղղությունը հա դեպի ուր ենք գնում, հենց թանգարանից ենք սկսելու, եկեք հիմա միանգամից գնանք։ Հա, բայց բարձրացի նայի։ Դուր ինձ, ես էլ դուր, դե բարձրացի։ Մի քանի տեղեկություն թանգարանի մասին, ինչպես նաև հետաքրքիր փաստեր։ Թանգարանի հավաքածուն շատ բազմազան է, այստեղ կան գործեր միջնադարից մինչև 20-րդ դար, բայց ամենահետաքրքիր փաստն այն է, որ այս փոքր քաղաքում պահվում են եվրոպական արվեստի իսկական գոհարներ։
Այն նաև հայտնի է իր պաշտոնական ֆրանսիական այգով, որտեղ պահվում է ֆրից ասիական փափուկ փիղ եւ իր լիբանանյան մայրի ծառով, որը գրանցված է որպես պատմական հուշարձան։ Տարածքը 1983 թվականից ի վեր գրանցված է որպես պատմական հուշարձան։ Թանգարանը տեղակայված է նախկին arczepiskoposi պալատում, իսկ շենքը իր ճարտարապետությամբ նույնքան տպավորիչ է, որքան ներսի հավաքածուն։ Թանգարանի ամենահայտնի գործերից են իտալական վերածննդի վարպետ Անդրեա Մանտեգնայի աշխատանքները։ Սրանք փոքր նկարներ են, բայց ունեն հսկայական արժեք։ Դրանք եղել են մեծ եկեղեցական զոհասեղանի մաս եւ այստեղ հայտնվելը համարվում է թանգարանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Այստեղ նաև 17-րդ դարի եվրոպական գեղանկարչություն կա, բարոկո շրջանի դրամատիկ լույսով եւ շարժումով։ Այդ շրջանի նկարները հաճախ պատմում են իշխանության, կրոնի եւ մարդկային ուժեղ զգացումների մասին։ Իսկ 18-ից 19-րդ դարերի սրահներում արդեն տեսնում ենք ավելի թեթև գույներ, ռոմանտիզմ եւ անցում դեպի իմպրեսիոնիզմ։ Այս հատվածը շատ լավ է ցույց տալիս, թե ինչպես է արվեստը կամաց-կամաց ազատվում խիստ կանոններից։ Դե ինչ, եթե տուղ եք գալիս եւ սիրում եք արվեստ, ապա սա հենց այն թանգարանն է, որտեղ կարելի է ոչ միայն նկարներ տեսնել, այլ զգալ տարբեր դարերի շունչը։ Եթե հավանեցիք վլոգը եւ եթե ձեզ դուր եկավ, ապա մեկնաբանություններում գրեք եւ ես կշարունակեմ նման ֆորմատի վիդեոներ ավելի հաճախ նկարել։ Լինա։ Չէ։ Faut pas toucher surtout. Non. Bah c'est non, Lina, non, viens. Viens mon grand. Léolina, on y va. Touche pas. On va, Léo. Lina, on va. Corre. Արդ։ Ուսնեսի մանասովը ջղային դեմք ունի ճիշտ է։ Jean-Baptiste, elle est Victor Bernard. Jean-Baptiste, attends. Non, faut pas toucher surtout. Օծեր ահլես, ամանի մեջ օծեր կան, լեո տեսել ես։ Բուլա։ Նայես։
Պապետին բեբին։ Ոչ չկա, նկարել են, հələ տես ինչ են նկարել։ Ապաչուր։ Լո ապաչուր։ Լեոր են գնում հիմա։ Էնդեղ։ Գնանք մարշը դնոյել, ալե։ Ինչ հինամ եմ ինչ։ Ես լոշնեմ հա պանգրոդուկը ուտում, աչա։ Արջ, ես եզում ասեի դու ավելի շուտ ասեցիր, արջա։ Ֆուչիկո։ Բա դու որտեղ տեսար ձուկ աուտում։ Ուրա ձուկ։ Որ ասեցիր ձուկ աուտում արջա։ Հա։ Բա Էսի ձուն չկա որ։ Ձուն չէ, ձուկ։ Դու բա չկա։ Հա, լավ դե, արի, գնացինք, շարունակում ենք։ Մամա խոտ մամանա մտնկստի։ Հակա։ Չկա, բոլորը կերել ենք, հայրի գնացինք։ Չկա։ Միա, պուչի մի ձետ տվեք, երեխեք։ Հլնայք ընդեղ ուրիշ տեղերել կան։ Արինա։ Չկուսա։ Նայեք երեխեք։ Լինա ջան, ընդեղ ուրիշ տեղերել են զարդարել, սիրուն գնա նայի։ Այսպես ասած, թափառում ենք ու հերթով բոլոր բուտիկները, բոլոր սենց այնտեղ որտեղ շատ լույսեր կան, գալիս ենք, մտնում ենք, որ սիրուն տեսնեն երեխեքը։ Կոկոնա մամա։ Չգիտեմ։ Դու ասա, իսկական է։ Աշկեր է հանել։ Դեո։ Աղջի։ Գնացինք խանութ։ Սիրուն պատմի, որ Լինա ջան դու պատմի։ Գնացինք խանութ։ Ինչ խանութ։ Բայց սրանից առաջ ուր էինք գնացել։ Խանութ։ Մյուզե։ Սիրուն խոսա։ Ես տումպիեները տեսար արդեն քանի հատ գնաց։ Վի, բա հիմա ուր ենք գնում։ Տուն։ Հա, տուն ենք գնում Լեո։ Սիրուն խոսա չենք լսում։ Մախսը դելու են։ Դե անցեք, լավ, արդեն կարմիրա։ Մամա տես։ Տեսա։ Չի։ Ուրիշին վերցնեմ, ուրիշին վերեմ։ Հələ գնա, գնա ձմեր պապիկին նայի։ Լավ, սպաս թող նկարվեմ, բալես։ Լավ, լավ, արի։ Եկեք, բալես, ուրիշներն էլ պետք է նկարվեն, արի գանձես։
գնացել։ Լեո ջան, դուրս արի։ Դուրս արի, Լեո։ Հիմա գնանք Marché de Noël։ Allez Léo, continue, continue. Léo, viens. Allons-y Léo. Léo, viens. Non, mais 1,50 €, vous vous rendez compte que Mama, it's funny to you. Դերցել եմ Լեո։ Սրանք շատ համեղ են, շիշիայա ու նուտելայով ըմտիր է։ Օ, այս ինչ եղնիկ է, իսկական եղնիկ։ Այս ագլխարկդ կնգնի, եղնիկս։ Այ մտի լինը։ Հա, սարքվի։ Ուր է լինայ գլուխը։ Սիրուն եղնիկ։ Չունի, որ բացանա։ Լեո, էդ ուր ես գնում, սահնակը տուր է։ Սահնակ է։ Հա։ Դուր ես տեսա։ Մեր վերջին կայարանն է, կարուսելները ու գնանք տուն։ Salut mon grand. Salut, ça va? Ո՞վ բան է որ վերնենք։ Չգիտեմ։ Լինա, ça va? Բան է որ վերնում է։ Կարողա չի տալիս։ Իմ փոքրիկներ։ Հա, հա, հա։ Լրի։ Salut. Չէ, Լինան կընկնի, ստեղ չի կարա։ Չէ, չես կարա դու։ Պատվով հելավեց մեկը։ Ասա ինձ, լավ էր Լինա։ Հա։ Էլի կուզեք գանք։ Նա։ Չէ, էլ չեն գա ուրեմն։ Հազման ես։ Հա, ջան, կանստես, բոլորը նստելու ենք, բայց չհասցրեցինք, արդեն ուշ է։ Լեո, ինչ ամենաշատը դուրդ եկավ։ Բոլորը։ Բոլորը ինձ ամենաշատը շիշիները։ Շոտ համով էին, չէ։ Իր բոլորը ուտքները։ Տաշերը չէ տա։ Բոգող։ Չասես Լինա, չասես իմ ողջ։ Մի խանգարի հելերը խուն։ Drunk off
of your life, and I lost myself again. You hit just like a drug. This time I won't let you in. You're playing with fire.